Բարին հայերին, հուսով եմ լավ եք, հայեր ջան։ Այսօր ուզում եմ ձեր հետ կիսվեմ իշխանության օրենքներից, հարմարավետ տեղավորվեք, որովհետև ձեզ սպասում է իշխանության մասին գիտելիքների հզոր կենտրոնացում։ Իշխանությունը համընդհանուր սկզբունք է, որը ազդում է մեր կյանքի բոլոր կողմերի վրա։ Ստե ընդգծենք, որ այս օրենքները չի սովորցնում լինել լավ կամ չար։ Ուղղակի օգնում է հասկանալ, թե ինչպես են գործում իշխանության մեխանիզմները, որպեսզի կարողանա կառավարել դրանք։ Այս օրենքները հիմնված են պատմությունից օրինակների վրա, քաղաքականությունից մինչև արվեստ։ Ու նպատակն է, որ դուք զինվեք գիտելիքներով։ Ու չի խրախուսվում մանիպուլյացիայի կիրառումը, այլ օգնում է ձեզ ճանաչել այն, երբ այն կիրառվում է ձեզ վրա, ու արդյունավետորեն արձագանքել։ Իշխանությունը չեզոք է, արդյոք այն գործիք է։ Ինչպես եք այն օգտագործում, կախված է ձեր նպատակներից ու սկզբունքներից։ Յուրաքանչյուր այս օրենքներից լսելուց հետո դա գիտակցում է, թե ինչպես ազդել ուրիշների վրա, միաժամանակ խուսափելով սխալներից, որոնք կարող են ձեզ հաջողություն արժանալ։ Հեշտ լուծումներ չի խոստացվում ձեզ, բայց առաջարկում եմ ռազմավարական մտածողություն, որի էությունը սեփական անձի ու ուրիշների նկատմամբ երկարատև վերահսկողությունն է։ Լսեք, վերլուծեք, կիսվեք ու իմաստուն կերպով կիրառեք ձեր կյանքում ունեցած գիտելիքները և սկսենք օրենք 1։ Երբեք մի գերազանցիր քո ղեկավարին կամ առաջնորդին։ Առաջին օրենքը մեզ հիշեցնում է, որ իշխանությունը պահանջում է նրբություն ու զգուշություն։ Երբեք ցույց մի տվեք, որ ավելի խելացի եք, ավելի հաջողակ եք կամ ավելի լավն եք, քան ձեր ղեկավարը կամ առաջնորդը։ Սա առաջացնում է նախանձ, դժգոհություն ու ձեզ հեռացնելու ցանկություն։ Նվաճումները պետք է ներկայացվեն այնպես, որ ընդգծվի ձեր ուսուցչի կամ ձեր առաջնորդի հեղինակությունը, իմաստությունը։ Ձեր գործողությունների շնորհիվ նրան ավելի լավ տեսք տվեք ուրիշների աչքերում։ Օրինակ, եթե դուք առաջարկել եք հաջող լուծում, հստակեցրեք, որ այն ոգեշնչված է եղել նրա առաջնորդությամբ։ Ինչու է սա կարևոր։ Իշխանության դիրքերում գտնվող մարդիկ հաճախ սպառնալիք են զգում նրանցից, ովքեր կարող են մարտահրավեր նետել իրենց։ Եթե մենք ցույց տանք, որ նրանց գերազանցում ենք, նրանք կփորձեն վերացնել մեզ, նույնիսկ եթե դուք արժեքավոր եք։ Օրինակ, Ֆրանսուଆ Ֆուկեի պատմությունից, Լուդովիկոս 15-ի ֆինանսների նախարարից, որը փորձեց տպավորություն թողնել թագավորի վրա իր հարստությամբ ու ազդեցությամբ, բայց թվեր գցեց նրան։ Լուիսի սպառնալիք զգաց ու Ֆուկեին աքսորեց, չնայած նրա ծառայություններին։ Գործնական խորհուրդ է միշտ աջակցել ձեր ղեկավարի վստահությանը, իր ուժեղ կողմերի և եզակիության նկատմամբ։ Օգտակար եղեք, բայց մի գերիշխեք։ Թող այն փայլի և ձեր հաջողությունները հետագայում կլինեն պարգև։ Հիմնական եզրակացությունը այն է, որ չպետք է նախանձ առաջացնեք ձեզանից բարձր մարդկանց մոտ։ Թույլ տվեք, թող ձեր հմտություններն ու հաջողությունը ամրապնդեն նրանց կարգավիճակը, այլ ոչ թե սպառնան նրան։ Երկրորդ օրենքը. անսահման մի վստահեք ընկերներին։ Սովորեք օգտագործել ձեր թշնամիներին։ Ընկերները այն մարդիկ են, որոնց մենք սովորաբար վստահում ենք։
բայց դե զգուշացեք, որ ընկերներին չափից շատ վստահելը կարող է հակառակ արդյունք տալ։ Թշնամիները կարող են դառնալ արժեքավոր դաշնակիցներ, եթե սովորեք դրանք ճիշտ օգտագործել։ Օրենքի էությունը այն է, որ ընկերները գտնվելով վստահության գոտիում կարող են անփույթ դառնալ կամ սկսել նախանձել ձեզ, ձեր հաջողությանը։ Նրանք կարող են դավաճանել ձեզ, ձեր հետ կապ չունեցող զգացմունքների պատճառով։ Սակայն եթե դուք նրանց համագործակցությունը առաջարկեք թշնամիներին, թշնամիները կփորձեն ապացուցել իրենց հավատարմությունն ու արժեքը հակամարտություններից խուսափելու համար։ Ինչու է սա կարևոր։ Ընկերները հաճախ ակնկալում են հատուկ վերաբերմունք եւ կարող են չարաշահել ձեր վստահությունը։ Թշնամիները հասկանում են, որ ձեր նկատմամբ իրենց անցյալի վարքագիծը նրանց խոցելի դիրքում է դնում, ուստի փորձում են ցույց տալ իրենց լավագույն կողմը։ Պատմությունից մի օրինակ։ 3 թագավորությունների ժամանակաշրջանում կայսր Սուն Ցզուն վարձեց իր նախկին թշնամիներին շքախմբին։ Ու նրանք այնքան նվիրված ապացուցեն իրենց, որ կարևոր դեր խաղացին նրա իշխանությունը ամրապնդելու գործում, մինչդեռ նրա ընկերները հաճախ հիասթափեցնում էին նրան։ Գործնական խորհուրդը այն է, որ չշփոթեք բարեկամությունը բիզնեսի հետ, վստահեք ձեր ընկերներին, բայց միշտ թողեք տեղ նրանց դրդապատճառները ստուգելու համար։ Ռազմավարական մոտեցում ցուցաբերեք թշնամիների հետ համագործակցությանը։ Որոշեք, թե ինչ կարող եք առաջարկել նրանց դաշնակիցներ դարձնելու համար։ Հիմնական եզրակացությունը այն է, որ վստահությունը արժեքավոր ռեսուրս է, բայց այն պահանջում է հավասարակշռություն։ Ու թույլ մի տուր, որ քո ընկերները չարաշահեն քո թուլությունը։ Հակառակ դեպքում քո թշնամիները կմնան թշնամիներ, եւ նրանցից կարելի է օգտակար դաշնակիցներ դարձնել։ Երրորդ օրենքը. թաքցրեք ձեր մտադրությունները։ Բացահայտ մտադրությունները ձեզ կանխատեսելի ու խոցելի են դարձնում։ Ստե շեշտենք, որ միշտ թաքցնեք ձեր իրական ծրագրերը, որպեսզի ոչ ոք չկարողանա խանգարել ձեր գործողություններին կամ չարաշահել ձեր նպատակները։ Օրենքի իմաստը այն է, որ երբ ձեր նպատակները պարզ են ուրիշների համար, նրանք կարող են այդ տեղեկատվությունը օգտագործել ձեր դեմ։ Ձեր գործողությունները դառնում են պարզ ու ձեր մրցակիցները առավելություն են ստանում։ Եթե դուք գաղտնի եք պահում ձեր մտադրությունները, դուք պահպանում եք իրավիճակի վերահսկողություն։ Ինչու է սա կարևոր։ Մարդիկ հակված են գործել իրենց սեփական շահերից ելնելով։ Եվ եթե նրանք հասկանան ձեր ծրագրերը, կարող են կամ դիմադրել ձեզ, կամ օգտագործել ձեր ջանքերը իրենց սեփական շահի համար։ Գաղտնիությունը արթնացնում է մարդկանց հետաքրքրասիրությունը ու նրանց զգոն է պահում։ Պատմությունից օրինակ։ Թագավորը միշտ թաքցնում էր իր մտադրությունները, նույնիսկ իր ամենամոտ խորհրդականներից։ Նրա անկանխատեսելիության քաղաքականությունը թույլ էր տալիս նրան պահպանել բացարձակ իշխանություն եւ խուսափել հնարավոր դավադրություններից։ Գործնական խորհուրդ է ծխի վարակույր ստեղծել մարդկանց շփոթեցնելու համար։ Օրինակ հստակեցրեք, որ ձեր նպատակը մեկն է, մինչդեռ իրականում դուք հետապնդում եք մեկ այլ նպատակ։ Խոսեք պակաս, քան անհրաժեշտ է թվում։ Ավելի քիչ ասեք, քան անհրաժեշտ է թվում, որ քո ծրագրերը չբացահայտելու համար։ Հիմնական եզրակացությունն այն է, որ որքան քիչ մարդիկ իմանան ձեր մտադրությունների մասին, այնքան ավելի դժվար կլինի նրանց համար կանգնեցնել ձեզ։ Մյուսներին անտեղյակ պահեք իրավիճակի վերահսկողությունը պահպանելու ու ձեր նպատակներին հասնելու համար։ Օրենք 4. Միշտ ասա պակաս, քան անհրաժեշտ է թվում։ Խոսքերը հզոր զենք են, բայց չափազանց շատը կարող է աշխատել քո դեմ։ Շեշտենք ստեղ, որքան քիչ խոսես, այնքան ավելի շատ վերահսկողություն կպահպանես հաղորդակցության նկատմամբ։ Օրենքի էությունը այն է, որ երբ դուք չափազանց շատ եք խոսում, ռիսկի եք դիմում բացահայտելու ձեր մտքերը, մտադրությունները կամ թույլ կողմերը։ Չափազանց շատ խոսքը
ստեղծում են անապահովության կամ շփոթմունքի տպավորություն։ Ընդհակառակը, զուսպ լինելը ներշնչում է հարգանք ու բարձրացնում է ձեր հեղինակությունը։ Ինչու է կարևոր, որ մարդիկ լռությունը հակված են մեկնաբանել որպես ուժի ու վստահության նշան։ Երբ քիչ ես խոսում, ստեղծում ես առեղծվածի մի մթնոլորտ և ստիպում ես ուրիշներին ենթադրություններ անել։ Սա ձեզ առավելություն է տալիս ցանկացած իրավիճակում։ Պատմությունից օրինակ։ Լյուդովիկոս 14 թագավորը, որը հայտնի էր որպես արևարքա, հայտնի էր իր խոսքերի զսպվածությամբ։ Նա հազվադեպ էր խոսում հանրության առջև, ինչը ստեղծում էր վեհության ու անհասկանալիության զգացողություն։ Սա նրան օգնում էր պահպանել վերահսկողությունը ու հարգանքը շրջապատի մարդկանց կողմից։ Գործնական խորհուրդ. խոսելուց առաջ մտածեք այն մասին, թե կոնկրետ ինչ եք ուզում փոխանցել։ Ասեք միայն անհրաժեշտը և մի ավելացրեք ավելնորդ մանրամասներ։ Օգտագործեք դադարներ։ Դրանք ստեղծում են ձեր խոսքերի կարևորության էֆեկտը։ Հիմնական եզրակացությունը լռությունը թուլություն չէ, այլ իշխանության գործիք։ Որքան քիչ խոսես, այնքան ավելի շատ կլսեն քո խոսքերը։ Վերահսկեք ձեր խոսքը վերևում մնալու համար։ Օրենք 5-րդ. Շատ բան կախված է հեղինակությունից և պաշտպանեք այն ձեր կյանքի գնով, հեղինակությունը ձեր ուժի հիմքն է։ Ստեղծենք, ի վերջո հենց առաջնահերթությունը որոշում է, թե ինչպես են ուրիշները ընկալում ձեր և կարող է լինել ձեր լավագույն դաշնակիցը կամ ձեր թույլ կետը։ Օրենքի էությունը այն է, որ հեղինակությունը ստեղծում է ուժի ու հուսալիության տպավորություն ու թույլ է տալիս ազդել մարդկանց վրա նույնիսկ առանց գործողությունների դիմելու։ Հեղինակության կորուստը հանգեցնում է հարգանքի, վստահության ու իշխանության կորստի։ Ինչու է սա կարևոր։ Մարդիկ հակված են դատել առաջին տպավորությամբ ու ուրիշների ասածներով։ Լավ հեղինակությունը կարող է հետ մղել թշնամու հարձակումները և նույնիսկ կանխել ձեզ վնասելու նրանց փորձերը։ Պատմությունից մի օրինակ։ Մեծ զորավար Հանիբալը անպարտելի առաջնորդի համբավ ուներ, ինչը վախեցնում էր նրան թշնամիներին դեռևս մարտի սկսվելուց առաջ։ Այս հեղինակությունը թույլ էր տալիս նրան հաղթանակներ տանել, նույնիսկ առանց մարտերի, քանի որ վախը հուսահատեցնում էր իր հակառակորդներին։ Գործնական խորհուրդ. անընդհատ ամրապնդեք ձեր հեղինակությունը, ցուցադրելով կոմպետենտություն ու հուսալիություն։ Անմիջապես պայքարեք ձեր կերպարին ուղղված ցանկացած ասեկոսների կամ հարձակումների դեմ կանխելու համար, որ դրանք վնաս հասնեն։ Օգտագործեք ուրիշի թույլ հեղինակությունը ձեր օգտին։ Կարաք թունավորեք ձեր թշնամիների դիրքերը, ընդգծելով նրանց սխալները։ Հիմնական եզրակացությունը այն է, որ հեղինակությունը ձեր վահանն ու սուրն է։ Հոգ տարեք դրա մասին, որպես ձեր ամենաարժեքավոր ունեցվածքի, քանի որ այն կարող է պաշտպանել ձեզ և բացել դռներ նոր հնարավորությունների համար։ Ու հիշեք, հեղինակությունը կորցնելը հեշտ է, բայց վերականգնելը չափազանց դժվար։ Օրենք 6. Ցանկացած գնով ուշադրության կենտրոնում եղեք, առանց ուշադրության դու անտեսանելի ես։ Սա նշանակում է, որ դուք չեք կարող վերահսկվել կամ ազդվել ուրիշների կողմից։ Ուշադրություն գրավելը արվեստ է, որը պետք է լինի ձեր առաջնահերթությունը, եթե ցանկանում եք հասնել իշխանության։ Օրենքի էությունը այն է, ուշադրությունը ռեսուրս է, որը թույլ է տալիս առանձնանալ։ Մարդիկ հիշում են միայն նրանց, ովքեր կարողացել են գրավել իրենց հետաքրքրությունը։ Եթե մնաք ստվերում, ձեր գաղափարներն ու ջանքերը չեն նկատվի։ Նույնիսկ բացասական ուշադրությունը ավելի լավ է, քան ուշադրության բացակայությունը։ Ինչու է սա կարևոր։ Աշխարհը լի է շեղող բաներով։ Ուշադրությունը նկատելու համար պետք է ստեղծել
անակնկալի, ինտրիգի կամ ինչ-որ տպավորություն։ Այն մարդկանց ստիպում է խոսել քո մասին ու կենտրոնանալ քո վրա։ Պատմությունից օրինակ։ Պաբլո Պիկասոն հաճախ զարմացնում էր հանրությանը իր նկարներով, որոնք գերազանցում էին ավանդական արվեստի սահմանները։ Սա ուշադրություն գրավեց ու նրա աշխատանքները հայտնի դարձրեց։ Նույնիսկ նրա քննադատները նպաստեցին նրա ժողովրդականությանը։ Գործնական առաջարկություն։ Հանձնվել ձեր անվան շուրջ ստեղծված սենսացիային, սա կարող է լինել յուրօրինակ մոտեցում, անսպասելի հայտարարություն կամ ինչ-որ արարք։ Օգտագործեք առեղծվածային հետաքրքրաշարժ մանրամասներ, որոնք մարդկանց մոտ ցանկություն են առաջացնում ավելին իմանալու։ Մի վախեցեք քննադատությունից։ Հետաքրքիր մանրամասները մարդկանց մոտ ավելին իմանալու ցանկություն են առաջացնում։ Մի վախեցեք քննադատությունից։ Այն նաև ուշադրություն է գրավում և օգնում է տարածել ձեր մասին լուրը։ Հիմնական եզրակացություն։ Ուշադրությունը ձեր ամենաուժեղ գործիքն է իշխանության կառուցելու համար։ Հաղթեք նրան ցանկացած գնով, ստեղծելով հիշարժան պատկերներ կամ գործողություններ։ Թող քո անունը միշտ լինի բոլորի շուրթերին, քանզի առանց ուշադրության իշխանությունը անհնար է։ Օրենք 7. Ստիպեք ուրիշներին աշխատել ձեր համար ու վայելեք արդյունքները։ Ուժը կայանում է ոչ միայն անձնական աշխատանքի, այլև ուրիշների աշխատանքն ու կարողությունները սեփական նպատակներին հասնելու համար օգտագործելու ունակության մեջ։ Ստեղծենք, որ նրանք, ովքեր գիտեն, թե ինչպես պատվիրակել և օգտագործել ուրիշների ռեսուրսները, խնայում են էներգիա ու ավելի են հասնում։ Օրենքի էությունը այն է, որ ինչու սկսել զրոյից, եթե կարող ես օգտվել ուրիշների ջանքերից։ Պատմությունը լի է օրինակներով, երբ հաջողակ առաջնորդներն ու ռազմավարները իրենց նվաճումները կառուցել են ուրիշների աշխատանքի վրա։ Ընտրեք նրանց, ովքեր արդեն ունեն ձեզ անհրաժեշտ հմտությունները ու ուղղորդեք նրանց աշխատանքը ճիշտ ուղղությամբ։ Ինչու է սա կարևոր։ Ձեր ռեսուրսները սահմանափակ են, ժամանակը, էներգիան, գիտելիքները, ուրիշների աշխատանքը օգտագործելը թույլ է տալիս կենտրոնանալ գլխավորի, ռազմավարության ու կառավարման վրա։ Ռեժիմը թողնելով կատարողներին։ Պատմությունից մի օրինակ։ Թոմաս Էդիսոնը, չնայած համարվում էր մեծ գյուտարար, բայց իրականում նա հաճախ օգտագործում էր իր աշխատակիցների աշխատանքը։ Նա հմտորեն կազմակերպեց թիմի աշխատանքը, իր վրա վերցրեց հաջողության վաստակը ու շարունակեց ամրապնդել իր հեղինակությունը։ Գործնական խորհուրդ։ Որոշեք, թե ձեր շրջապատի մարդկանցից ով ունի ձեզ անհրաժեշտ հմտությունները կամ գիտելիքները։ Գտեք միջոց նրանց ձեզ համար աշխատացնելու, մոտիվացնելու համար։ Դա կարող է լինել ֆինանսական օգուտ, նախագծի նկատմամբ հետաքրքրություն կամ հարգանք։ Վերցրեք նրանց աշխատանքի համար վաստակը, բայց միշտ հմտորեն ցույց տվեք նրանց արժեքը թիմին, հավատարմությունը պահպանելու համար։ Հիմնական եզրակացությունն այն է, որ իշխանությունը արդյունավետ է իր ռեսուրսները խնայելու համար։ Օգտագործեք ուրիշների գիտելիքները, ջանքերը ու ժամանակը նվազագույն ծախսերով ավելին ստանալու համար։ Սա ոչ միայն ռազմավարական քայլ է, այլ ձեր առաջնորդի կարողությունները ցուցադրելու միջոց է։ Օրենք 8. Ստիպեք մարդկանց զգալ ձեզ մոտ ու գալ, եթե անհրաժեշտ է։ Օգտագործեք խայծի ուժը, երբ ստիպում եք ուրիշներին գործել ձեր շահերից ելնելով։ Ստեղ խորհուրդ է, որպեսզի չվազել մարդկանց հետևից, այլ ստեղծել իրավիճակներ, որոնցում նրանք իրենք կգան ձեր մոտ։ Վերահսկողության օրենքի էությունը ձեռք է բերվում, երբ նախաձեռնությունը քո ձեռքում ես պահում։ Խայծի օգտագործումը թույլ է տալիս գրավել ու վերահսկել մարդկանց միաժամանակ պահպանելով ձեր իշխանության դիրքը։ Երբ ուրիշները գալիս են ձեր մոտ, դուք եք թելադրում, չէ՞, պայմանները։ Ինչու է սա կարևոր։ Դուք կորցնում եք ձեր առավելությունները։ Ձեր մասնակցությունը ձեզ դարձնում է ուշադրության ու ազդեցության կենտրոն։
մի պատմություն։ Պատերազմի արվեստը գրքում նկարագրվում է թշնամուն որոշակի վայր գայթակղելու ռազմավարությունը, նրա թույլ կողմերը շահագործելու համար։ Այս մարտավարությունը թույլ է տալիս գործնական խորհուրդ ասեմ։ Ստեղծեք ինչ-որ արժեքավոր կամ հազվագյուտ բան, որ մարդիկ կցանկանան ձեռք բերել։ Դա կարող է լինել տեղեկատվություն, ռեսուրս կամ ինչ-որ արտոնություն։ Օգտագործեք հետաքրքրասիրությունն ու սպասումը, ուշացած կամ մասնակի տեղեկատվությունը մարդկանց ստիպում է ավելին փնտրել։ Երբեք ցույց մի տուր, որ ինչ-որ բանի կարիք ունես։ Թող ուրիշները զգան, որ իրենք քո կարիքն ունեն։ Սա է գլխավոր եզրակացությունը։ Նա, ով ստիպում է ուրիշներին գալ իր մոտ, վերահսկում է իրավիճակը։ Օգտագործեք խայծեր մարդկանց գրավելու, նախաձեռնությունը պահպանելու ու ձեր ազդեցությունը ամրապնդելու համար։ Ու հիշեք, իշխանությունը միշտ պատկանում է նրան, ով սահմանում է խաղի կանոններ։ Օրենք 9. Հաղթանակին հասնելու գործողություններով, այլ ոչ թե փաստարկներով։ Բառերը հազվադեպ են համոզում, ի տարբերություն գործողությունների։ Ստե շեշտենք, ոչ թե փորձեք բառերով հաղթել վեճում, այլ ապացուցեք ձեր արդարությունը գործողություններով։ Սա շատ ավելի արդյունավետ է, քանի որ օրենքի էությունը այն է, որ վեճերը հաճախ դիմադրություն են առաջացնում, նույնիսկ եթե դուք ճիշտ եք։ Մարդիկ չեն սիրում սխալվել ու տրամաբանությունը հազվադեպ է օգնում։ Նրանց կարծիքը փոխելը հեշտ չի, բայց ձեր տեսակետը ցույց տվող գործողություններն ավելի բարձր են խոսում, քան խոսքերն ու թողում են երկարատև տպավորություն։ Ինչու է սա կարևոր։ Բառերը կարելի է մոռանալ կամ տարբեր կերպ մեկնաբանել, մինչդեռ գործողությունները չեն կարող անտեսվել։ Դրանք ապացուցում են ձեր տեսակետը առանց ավելնորդ բացատրությունների, ցույց տալով ուժ ու վստահություն։ Գալիլեի պատմությունից մի օրինակ։ Գալիլեոն մոլորակների մասին իր տեսությունը ապացուցելու համար երկար բացատրությունների փոխարեն կառուցեց աստղադիտակ ու թույլ տվեց մարդկանց ինքնուրույն տեսնել ապացույցները։ Նրա գործողությունները համոզեցին ավելի շատ մարդկանց, քան ցանկացած փաստարկ, գործնական խորհուրդներ։ Եթե ինչ-որ մեկը կասկածում է ձեր խոսքերին, բացատրելու փոխարեն ցույց տվեք արդյունք, օգտագործեք գործողություններ ձեր կարողությունները ցույց տալու ու մարդկանց համոզելու համար, որ դուք ճիշտ եք։ Խուսափեք երկարատև վեճերից։ Դրանք միայն բորբոքում են զգացմունքները ու թուլացնում են դիմադրությունը։ Գործողությունից հիմնական եզրակացությունը ուժի լեզու է։ Նրանք համոզում են այնտեղ, որտեղ խոսքերը ձախողվում են։ Եթե ուզում եք հաղթել, խուսափեք բանավոր մարտերից ու ապացուցեք ձեր գերազանցությունը։ Օրենք 10. Վարակ։ Խուսափեք տխուր ու անհաջող տրամադրություններից։ Էներգիան և բախտը վարակիչ են։ Ստե զգուշացեք, նրանք, ովքեր անընդհատ բողոքում են, տարածում են բացասականություն կամ գրավում են անհաջողություն, կարող են վարակ դառնալ ձեր կյանքի ու հաջողության համար։ Ու անհաջողությունները կարող են վարակ դառնալ ձեր կյանքի ու հաջողության համար։ Այսինքն օրենքի էությունը, եթե դուք շրջապատված եք բացասականություն ճառագող մարդկանցով, դա սկսում է ազդել ձեր վրա նույնպես։ Դուք կարող եք ընդունել նրանց վարքագիծը, մտածելակերպը, նույնիսկ ճակատագիրը ձեր զարգացումը պահպանելու համար, խուսափեք նման թունավոր անհատականություններից։ Ինչու է սա կարևոր։ Ձեր միջավայրը ձևավորվում է ձեր իրականությունը։ Մարդիկ, ովքեր լի են էներգիայով, լավատեսությամբ ու եռանդով, կոգեշնչեն ձեզ և կօգնեն ձեզ հասնել ձեր նպատակներին։ Ընդհակառակը, բացասական մարդիկ խլում են ձեր էներգիան և խոչընդոտում են ձեր հաջողությանը։ Օրինակ պատմությունից։ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-ը իր շրջապատից հեռացնում էր բացասական վերաբերմունք
կամ հուսահատություն ցուցաբերող յուրաքանչյուրին։ Նա հասկանում էր, որ իր հաջողությունը կրկնակի կախված է էներգետիկ ու ոգեշնչված մարդկանցից։ Նրանցից են, ովքեր բողոքներ են տարածում, դրանց պետք է հեռացվի։ Գործնական խորհուրդ. վերլուծեք ձեր շրջապատը։ Եթե այնտեղ կան մարդիկ, ովքեր անընդհատ բողոքում են կամ խնդիրներ են ստեղծում, աստիճանաբար նվազեցրեք շփումը նման մարդկանց հետ։ Շրջապատեք ձեզ նրանցով, ովքեր մոտիվացնում, աջակցում ու կիսում են ձեր արժեքները։ Հիմնական եզրակացությունը այն է, որ բացասականը վարակիչ է, բայց նույնն են նաև դրականությունն ու հաջողությունը։ Հոգ տարեք ձեր շրջապատի մասին։ Այն կարող է կամ արագացնել ձեր առաջընթացը դեպի իշխանություն, կամ դանդաղեցնել այն։ Ամրապնդեք հարաբերությունները ոգեշնչող մարդկանց հետ և խուսափեք նրանցից, ովքեր միայն քաոս են բերում։ 11-րդ օրենքը. մարդկանց կախվածության մեջ դրեք ձեզանից։ Իրավիճակի վրա վերահսկողությունը ձեռք է բերվում այն ժամանակ, երբ մարդիկ չեն կարող առանց ձեզ։ Իշխանությունը ձեր ձեռքում է, երբ ձեր շրջապատի մարդիկ հասկանում են, որ իրենց հաջողությունը կամ անվտանգությունը կախված է ձեզանից։ Օրենքի էությունը այն է, որ երբ դու դառնում ես անփոխարինելի մեկի համար, դու վերահսկողություն ես ձեռք բերում նրա նկատմամբ։ Քեզանից կախված մարդիկ շատ բանի կդիմանան պարզապես կապը պահելու համար։ Ընդհակառակը, եթե նրանք հասկանան, որ կարող են առանց քեզ, քո ուժը թուլանում է։ Ինչու է սա կարևոր։ Կախվածությունը կապվածություն է առաջացնում։ Որքան ավելի արժեքավոր եք ձեզ համար, այնքան ավելի դժվար է ուրիշների համար լքել ձեզ։ Դա մեծացնում է ձեր ազդեցությունը ու պաշտպանում է ձեզ մանիպուլյացիաներից։ Պատմությունից մի օրինակ։ Հանճարեղ ինժեներ ու ճարտարապետ Ֆիլիպպո Բրունելը համոզեց իշխանություններին, որ միայն ինքն է ի վիճակի ավարտել Սանտա Մարիա դել Տաճարի հայտնի գմբեթի կառուցումը։ Նրա եզակի գիտելիքներն ու հմտությունները նրան դարձնում էին անփոխարինելի, ինչը նրան ապահովում էր բացարձակ վստահություն ու աջակցություն։ Գործնական խորհուրդ. զարգացրեք այն հմտություններն ու գիտելիքները, որոնք ձեզ կդարձնեն եզակի և օգտակար։ Մարդկանց զգացնել տուր, որ իրենց ծրագրերը կամ հաջողությունը անհնար են առանց քեզ։ Ու շատ մի տուր, թող քո օգնությունը ու ներդրումը մնան արժեքավոր ու հազվադեպ։ Հիմնական եզրակացությունը այն է, որ անփոխարինությունը իշխանության հիմքն է, որտեղ մարդիկ կախված են ձեզանից, պաշտպանում ու գնահատում են ձեզ։ Դարձրեք ձեր դերը բանալի և ձեր ուժը կլինի անվիճելի։ Օրենք 12. Երբեմն ցուցաբերեք ազնվություն և առատաձեռնություն ձեր զոհին զինաթափելու համար։ Ազնվությունն ու առատաձեռնությունը հզոր գործիքներ են, բայց եթե իմաստուն կերպով օգտագործվեն։ Ստե ընդգծենք, որ երբեմն անկեղծությունն ու առատաձեռնություն ցուցաբերելով դուք հեռացնում եք ձեր հակառակորդների պաշտպանությունը ու ենթարկում եք նրանց ձեր կամքին։ Օրենքի էությունը այն է, որ առատաձեռնությունը վստահություն է կառուցում ու վերացնում է կասկածները։ Մարդիկ հակված են թուլանալուն այդ վաղտ։ Եթե նրանք տեսնեն, որ դուք անկեղծորեն եք գործում, սա ձեզ հնարավորություն է տալիս օգտագործել նրանց վստահությունը ձեր օգտին։ Ինչու է սա կարևոր։ Իշխանության աշխարհում մարդիկ հաճախ կասկածամիտ են։ Երբ դուք անկեղծություն եք ցուցաբերում կամ անսպասելի առատաձեռնության ժեստ եք անում, դա զինաթափում է նրանց ու ստեղծում է ձեր բարյացկամ լինելու պատրանք։ Պատմությունից օրինակ, մեծ քաղաքական գործիչ Աբրահամ Լինքոլնը հաճախ օգտագործում էր ազնվություն ու առատաձեռնություն իր թշնամիներին հաղթելու համար։ Նա ոչ միայն ճանաչում էր նրանց ուժեղ կողմերը, այլև առաջարկում էր նրանց համագործակցություն, այդպիսով հակառակորդներին վերածելով դաշնակիցների։ Գործնական խորհուրդ. ռազմավարականորեն օգտագործեք ազնվությունը։ Ընդունեք փոքր թուլությունները մեծ մտադրությունները թաքցնելու համար։ Առատաձեռն եղեք այնտեղ,
որտեղ դա ստեղծում է երախտագիտության պարտք։ Մարդիկ, ում օգնել եք, իրենց պարտավորված կզգան։ Սա մի արեք չափազանց հաճախ, որպեսզի ձեր ժեստերը մնան հազվադեպ ու անսպասելի։ Հիմնական եզրակացությունն այն է, որ ազնվությունն ու առատաձեռնությունը թուլություններ չեն, այլ ազդեցության գործիքներ են։ Օգտագործեք դրանք կասկածները վերացնելու, վստահություն կառուցելու և մարդկանց ձեր կողմը գրավելու համար։ Ու հիշեք, որ անկեղծությունը կարող է լինել ձեր ամենահզոր զենքը։ Օրենք 13. Օգնության համար դիմեք ձեր եսասեր մարդկանց և երբեք մի դիմեք որևէ բարության կամ առատաձեռնության։ Մարդիկ հակված են գործել իրենց սեփական շահերից ելնելով։ Նրանք ընդգծում են ողորմածության զգացումով։ Հիմա օգնություն ստանալու համար դիմեք մարդու եսասիրությանը և այլ ոչ թե նրա ազնվականությանը։ Օրենքի էությունը այն է, որ երբ դու դիմում ես ողորմածության, դու մարդուն դնում ես քո նկատմամբ իշխանության դիրքի մեջ։ Ի՞նչն է ձեզ թույլ դարձնում։ Ընդհակառակը, եթե դուք ցույց տաք, թե ինչպես նրա օգնությունը օգտակար կլինի նրան, դուք նրան կմղեք գործելու։ Մարդիկ ավելի պատրաստակամորեն են օգնել, եթե դրանում իրենց համար օգուտ են տենում։ Ինչու է սա կարևոր։ Մարդկանց մեծ մասը առաջնորդվում է եսասիրությամբ։ Երբ դուք հասկանում եք նրանց ցանկությունները ու առաջարկում եք ինչ-որ բան, որը համապատասխանում է այդ ցանկություններին, դուք դառնում եք դաշնակից, այլ ոչ թե աղերսող։ Դուք դառնում եք դաշնակից, այլ ոչ թե մուրացկան։ Պատմությունից մի օրինակ։ Ֆրանսիացի դիվանագետ Թալերանը թշնամու բարեհաճությունը շահելու համար միշտ առաջարկում էր մի գործարք, որը կշահեր երկու կողմերի համար էլ։ Բարությանը դիմելու փոխարեն նա դիմում էր պրագմատիզմին, ինչը նրա առաջարկը դարձնում էր անդիմադրելի գործնական առաջարկություն ուղղակի։ Նախքան օգնություն խնդրելը ուսումնասիրեք, թե ինչն է կարևոր այն մարդու համար, ումից օգնություն եք խնդրում։ Ձևակերպեք ձեր խնդրանքը այնպես, որ այն նրա համար հնարավորություն լինի։ Երբեք մի խնդրիր բարեհաճություններ։ Ցույց տուր, թե ինչպես ձեր խնդրանքը կօգնի նրան։ Հիմնական եզրակացությունը այն է, որ մարդիկ օգնություն ստանալու համար գործում են իրենց շահերին համապատասխան։ Համոզեք մարդուն, որ դա օգտակար է անձամբ իր համար, ու ապրեք նրա եսասիրությանը համապատասխան։ Դուք կհասնեք ավելին, քան ազնվականությանը դիմելով։ Օրենք 14. Խաղացեք ընկերոջ դերը, եթե դա ստիպում է պահին։ Տեղեկատվությունը իշխանության բանալի է։ Իրավիճակը վերահսկելու համար դու պետք է իմանաք, թե ինչ է կատարվում ձեր շուրջ։ Տեղեկատվություն ստանալու լավագույն միջոցը մարդկանց հետ մտերմանալն է, ընկերանալն է, բայց մնալով դիտորդ։ Երբ դու բարեկամական ու բարեհամբույր տեսք ունես, մարդիկ հանգստանում են ու բացահայտում են իրենց գաղտնիքները։ Միևնույն ժամանակ դուք պահպանում եք ձեր ռազմավարական դիրքը, օգտագործելով ստացված տեղեկատվությունը ձեր նպատակներին հասնելու համար։ Ինչու է կարևոր, որ իրավիճակի վրա վերահսկողությունը անհնար լինի, առանց գիտելիքի է ձեռք բերվում իշխանություն։ Երբ եք հասկանում ձեր շրջապատի մարդկանց թույլ և ուժեղ կողմերի մտադրությունները, տեղեկատվությունը ձեզ առավելություն է տալիս ցանկացած խաղում։ Պատմությունից մի օրինակ։ Եղիզաբեթ առաջի թագուհին իր պալատականներին օգտագործել է որպես տեղեկատվության աղբյուրներ։ Նրանք պատկերացում անգամ չունեին, որ նրանց հետ իրենց գաղտնիքները կիսելով բացահայտում են նրանց թշնամիների ծրագրերն ու խարդավանքները։ Սա նրան թույլ տվեց պահպանել իշխանությունը ու գահը։ Գործնական խորհուրդ։ Հաստատեք վստահելի հարաբերություններ այն մարդկանց հետ, ովքեր կարող են օգտակար տեղեկատվություն ունենալ։ Ավելի շատ լսեք, քան խոսում եք, և նուրբ հարցեր տվեք։
խելամտորեն օգտագործեք ստացված տեղեկատվությունը, որպեսզի խուսափեք ձեր իրական նպատակը բացահայտելուց։ Հիմնական եզրակացությունը այն է, որ տեղեկատվությունը ուժ է, ու դուք ինքներդ ձեզ հասանելիություն եք տալիս շրջապատի մարդկանց գաղտնիքներին։ Հավաքեք տվյալներ եւ օգտագործեք դրանք ռազմավարական առումով, ձեր իշխանությունը ամրապնդելու ու ձեր շահերը պաշտպանելու համար։ Օրենք 15. Կիսով չափ ճիշտ չի, ջախջախիր թշնամուն ամբողջությամբ։ Եվ թշնամիների հանդեպ ողորմածությունը կարող է դառնալ քո թուլությունը։ Եթե որոշեք հաղթել մեկին, ամբողջությամբ ոչնչացրեք թշնամուն, որպեսզի նա այլևս չկարողանա սպառնալ ձեզ։ Օրենքի էությունը այն է, որ երբ դու թշնամուն հնարավորություն ես տալիս վերականգնվել պարտությունից, նա կձգտի վերեժ լուծել ապագա սպառնալիքներից խուսափելու համար։ Դու պետք է այն ամբողջությամբ չեզոքացնես, թե ֆիզիկապես, թե մտավոր։ Ինչու է սա կարևոր։ Անաբարտ ճակատամարտը կարող է վերածվել երկարատև խնդրի, իսկ ուժերը միացրած թշնամին դառնում է ավելի վտանգավոր, քանի որ նա ունի վերականգնվելու ու հարձակվելու մոտիվացիա։ Պատմությունից մի օրինակ։ Հանիբալը իր հաղթանակներից մեկից հետո թույլ տվեց իր թշնամիներին պահպանել իրենց բանակը։ Ու սա հանգեցրեց նրանց միավորմանը մի քանի տարի անց եւ նրան ջախջախից պարտություն պատճառելուն։ Եթե նա նրանց ամբողջությամբ ոչնչացներ, պատմությունը կարող էր այլ կերպ դասավորվել։ Գործնական խորհուրդ. եթե որոշեք չեզոքացնել թշնամուն, արեք դա առանց վարանելու, ու նրան մի թողեք ոչ ռեսուրսներ, ոչ աջակիցներ, ոչ էլ վերականգնման հնարավորություն։ Համոզվեք, որ լիովին վերահսկում եք ձեր գործողությունների հետևանքները։ Հիմնական եզրակացությունն այն է, որ լիակատար հաղթանակը դաժանություն չի, այլ անհրաժեշտություն է։ Եթե դուք չավարտեք մարտը, թշնամին կվերադառնա ավելի ուժեղ։ Նրան ամբողջությամբ ոչնչացնելով, դուք ապահովում եք ձեր սեփական անվտանգությունը ու կայունությունը։ Օրենք 16. Օգտագործեք ձեր բացակայությունը հարգանքն ու պատիվը մեծացնելու համար։ Երբեմն բացակայությունը ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան մշտական ներկայությունը։ Ստե շեշտենք, եթե դուք միշտ տեսադաշտում եք, հմտորեն վերահսկելով ձեր արտաքինը, դուք դառնում եք սովորական։ Դուք կարող եք մեծացնել ձեր ազդեցությունը։ Այս օրենքի իմաստը այն է, որ երբ դու չափազանց շատ ես լինում միտեղ, մարդիկ սկսում են քեզ ի սկզբանե տրված համարել, բայց եթե որոշ ժամանակով անհետանում ես, քո բացակայությունը հետաքրքրություն է առաջացնում ու ստիպում է մարդկանց ավելի շատ գնահատել քեզ։ Ճիշտ հեռավորությունը բարձրացնում է ձեր հեղինակությունը։ Ինչու է սա կարևոր։ Մարդիկ սկսում են կարոտել նրանց, ում հազվադեպ են տեսնում եւ ավելի շատ են գնահատում նրանց վերադարձը։ Սա հատկապես կարևոր է, եթե ցանկանում եք ընդգծել ձեր կարևորությունը որևէ խմբում կամ կազմակերպությունում։ Պատմությունից օրինակ։ Ֆրանսիացի գրող Վալտերը իր անհատականության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար պարբերաբար անհետանում էր բարձր հասարակություններից։ Նրա հազվագյուտ ելույթները սենսացիա ստեղծեցին ու նա մնաց ուշադրության կենտրոնում մինչև վերջ։ Գործնական խորհուրդ. մի վախեցեք ընդմիջում վերցնել շփոթվելուց կամ աշխատանքից կամ շփվելուց, որպեսզի ուրիշները գիտակցեն ձեր արժեքը։ Համոզվեք, որ ձեր բացակայությունը չի ընկալվում որպես թուլություն։ Անհետանալ ուշադրության գագաթնակետին։ Վերադարձեք նոր էներգիայով կամ գաղափարներով ձեր տեսքը իմաստալից դարձնելու համար։ Հիմնական եզրակացությունը այն է, որ երբեմն ազդեցությունը մեծացնելու լավագույն միջոցը անհետանալն է։ Վերահսկեք ձեր ներկայությունը
որպեսզի մարդիկ կարոտեն ձեզ ու ավելի շատ գնահատեն ձեր դերը։ Քանի որ այս օրենքները 40-ից ավել են, ես ուզում եմ բաժանեմ 3 մասի, հայեր ջան, ու ամեն անգամ 16 մասով 48 կլինի, 3 մասի կբաժանեմ։ Ոնց ասել էի, այս կետերը, թեմաները, որը որ ես ձեր հետ կիսվում եմ, մեծամասնությունը դա հայերին օտար ազգերի մեջ լավ զգալու, դիր գրավելու մասին է, բայց որոշներն էլ այս թեմաներից վերաբերվում են թե ընտանիքում, թե շփումների ժամանակ, թե երիտասարդներին լավ կյանք ձևակերպելու համար, որովհետև ամենս մեր վաղվա օրը մենք ենք կերտում։ Ինչ որ պլանավորենք, տենց էլ օրը կբերի մեզ։ Մի խոսքով այսքանն է այսօր պատրաստել, լավ եղեք, հայր ջան, կաշխատեմ էլի վաղը, մյուս 16 օրենքների մասին ձեր հետ կիսվեմ։